արժեք, վատ արժեք չունի։ Բանկարապետյան Հայաստանի բարեկամ պետության Ֆրանսիայի նախագահի հաստատից ասոցներն արտահայտությունը մեկ ուրիշ բարական Եկեք բառապաշարների մրցույթը եթե հայտարարենք, մենք մի տեղ կա, որ մենք իրապես զիջում ենք քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Դա բառապաշարների օգտագործման հաճախականության եւ տերմինոլոգիայի մեջ։ Այն բառապաշարային, այն բառամթերքը, որ իրենք են մտցրել Հայաստան, այլ երբեք Հայաստանում չի եղել։ Ամեն օր նոր վիրավորանք, ամեն օր մի նոր սանդղակ են խփում բարձրանում ու դրա հիմնադիրը հենց այսօրվա վարչապետն է ու մեր ժողովրդի դեռ միամիտ հատվածը շարունակում է հավատալ այդ մարդը այսինքն դուք ճիշտ եք համարում Հայաստանի վարչապետի կողմից ես էլ ձեզ եմ հարցնում ճիշտ եք համարում մարդկանց ձեր ներկայությամբ անգամ չեմ կարող ասել ինչ բառապաշար օգտագործել մարդկանց հասցեին երբ որ մեր երկրի ղեկավարը մեր սրբազան հայրերի հասցեին վերջի բառներ օգտագործում դուք իրան հարցրել եք իսկ դուք ձեր լրատվամիջոցը հարցրել է Բանկարապետյան երեք Նիկոլ Փաշինյանը ասուլիսից հետո հայտարարեց, որ դատական հայցել է կասելու Սաղել Կարապետյանի դեմ այդ սնկերի վերաբերյալ Ինչն է հարցը ասում եք չի կերել թե որն է խնդիրը Գիտեմ դուք պետք է իմանաք այդ խոսույթը ձեր եւ Նիկոլ Փաշինյանի Ինչից որ սունկ է կերել թե որ չի կերել այդ սունկը ասում է դատական հայց է ներկայացնելու ու այդ մնացածը չեմ ուզում գտնել Այսինքն սունկ չի կերել Պետք է ուսումնասիրենք կերել է թե չէ դատարանը թող ուսումնասիրի Կարծեմ ինձ թվում է ցանկալի կլինի բաց դատ լինի որ դատարանը ուսումնասիրի սունկ կերել է թե չէ 1 տոննա թե ինչքան է կերել եւ որ պահերին է կերած եղել սունկ Օրինակ Facebook որ մտնում ես, մտածում ես, մոտապես գուշակում ես, կարող է հուսով եմ դա սունկն է, այսպես ասեմ։ Եթե այսպես է մեկնարկել ես խոսույթը, ավարտը ո՞նց է։ Տեսեք, այս ամեն ինչը մեր ժողովրդի համար առաջնային կարևորությունը ուրիշ բան է։ Կարապետյանի խոսույթի մեջ առաջնային բանը, որ երկրին պետք է մարդիկ պետք է իրենց տանը, իրենց գրպանի վրա, իրենց երեխաների կյանքի որակի վրա տարբերությունը զգան։ Սա պետք է մենք բերենք։ Հայաստանը ինչ է առաջարկում։ Առաջարկում է երկրի հիմնական գործը պետք է լինի առաջին իսկ օրվանից 3-4 ամսվա ընթացքում մենք մի քանի ծրագիր ենք անում։ Ծայրահեղ աղքատության ծրագիրն է 150,000 դրամ յուրաքանչյուր 5 հոգանոց ընտանիքին, ով ծայրահեղ աղքատ է։ Այդ գումարը տալու են հայ աշխարհի հարուստ հայ գործարարները 70%-ը եւ 30%-ը միայն մասնակցելու է պետությունը։ Ասեմ իմիջայլոց ոչ ոք Հայաստանում չի կարող այդպիսի ծրագիր անի, որովհետև ոչ մի գործարար այսօր պետության կոչով ոչ մի համաշխարհային հայկական կապիտալի տեր, ոչ թե այն գործարարները, ով ստիպված են ձեռք սեղմում անել, հայկական սփյուռքի ոչ մի մեծ գործարար այս իշխանության կոչով չի անի այդպես բան։ Իսկ Սամվել Կարապետյան, դուք գիտեք, գրեթե բոլոր հայ մեծ գործարարները մեր ընկերներն են, գրեթե բոլոր Սփյուռքի մեծ գործարարները մեր ընկերներն են, դուք էլ բազմաթիվ անգամ տեսել եք, գիտեք, կարող եք ուսումնասիրել։ Սոցիալական ծրագրերից անդին նաև տնտեսական եւ